Կեղծ և մոլորեցնող տեղեկատվությունը իրական սպառնալիք է հասարակության համար։ Ճգնաժամային իրավիճակներում կեղծ լուրերը կարող են խուճապ առաջացնել, ապակայունացնել իրավիճակը, վնասել պետական անվտանգությանը։ Սահմանային և հեռավոր համայնքների բնակիչներն առավել խոցելի են և հաճախ են դառնում կեղծ ու մոլորեցնող տեղեկատվության թիրախ։ Հիմնական պատճառներից մեկն այն է, որ շատերը չունեն անհրաժեշտ գործիքներ և հմտություններ տեղեկատվության արժանահավատությունը ստուգելու համար, և նրանց հասանելի չեն այլընտրանքային վստահելի աղբյուրները։ Այս պայմաններում ֆեյք լուրը թանձր մառախուղի նման տարածվում է, ազդելով մարդկանց կարծիքների, տրամադրությունների և որոշումների վրա։ Ամեն օր էլ թերթելուց հանդիպում են կեղծ լուրեր։ Ինչ ասես անում են, մարդու տեղը մարդ են դնում, գլխի տեղը են մյուսի գլուխն են դնում, տոր լեզուն կամ եւ այլն, ցայնը բան կարողանում են էլի սարքել, շինել։ Մի խիստ կասկածելի է, որն է բնական, որը անբնական։ Չես իմանում, որն է ճիշտ, որն է սխալ։ Շիրակի մարզի Անի համայնքի բնակիչներն արձագանքել են հետևյալ կարևոր հարցադրումներին, ինչ նպատակ են հետապնդում կեղծ լուրերի հեղինակները, ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ ապատեղեկատվությունը։ Հարցման մասնակիցների կարծիքով ֆեյք լուրեր տարածողները նախապես ուսումնասիրում են տեղանքին բնորոշ խնդիրներն ու մարդկանց մտահոգությունները, ապա նպատակային կերպով կեղծ տեղեկատվություն տարածում, ազդելով հանրային տրամադրությունների վրա։ Կոնկրետ սահմանամերձ Անի համայնքի բնակիչներին առավել շատ անհանգստացնում է անվտանգությանը վերաբերող ապատեղեկատվությունը։ Հետևաբար սահմանին մոտ ապրելը նշանակում է ապրել նաև այդ լուրերի ճնշման ներքո։ Վերջի կեղծ լուրը, եթե չեմ սխալվում, սահմանահատության վերաբերյալ էր, իբր երկու այլ ազգի բեռնված անցել են սահմանը, բայց փորձեցինք ճշտեցինք տարբեր միջոցներից, որ հաստատ կեղծ էր, էլի նման բան չէր եղել։ Տարածեցի դեպի անօդաչու թռչող սարք է Թուրքիայի կողմից անցել մեր կողմ։ Մենք նույնիսկ ազգային անվտանգությանը տեղեկացրեցինք, հետո պարզվա, որ բացավոտ էլեկտրացանցերի գիծն էին նկարանում։ Բաց է մնում ամենակարևոր հարցերից մեկը, ով է կանգնած այդ տեղեկատվական հոսքերի հետևում և ինչ նպատակ են հետապնդում։ Փորձագետները նշում են, որ նման հոսքերը կարող են ձևավորվել և ուղղորդվել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին աղբյուրների կողմից, ունենալով տարբեր նպատակներ, սկսած հանրային կարծիքի ձևավորումից մինչև իրավիճակի ապակայունացում։ Եվ Հայաստանի հարևան պետությունները, Ադրբեջանը, Թուրքիան, որոնք ավանդաբար ակտիվ են եղել այդ ապատեղեկատվական հոսքեր տարածելու հարցում, հիմա էլ են շարունակում, պարզ ասած, օրինակ Զանգեզուրի միջանցք, արևմտյան Ադրբեջան, այս թեզերը միշտ շարունակվում են, շարունակվում են նաև թուրքական կողմի թեզերը, սովորաբար ուղղված են հայկական սփյուռքի դեմ կամ Հայաստանի իբր Թուրքիայի նկատմամբ տարածքային նկրտումների ուղղությամբ, եւ այս տարի նաև դրան գումարվել է որոշակի ծավալի ապատեղեկատվական մանիպուլյացիաներ եւ թեզեր ռուսաստանյան գործող անձանց կողմից։ Կա ադրբեջանցի ֆեյք լուրեր Հայաստանի նկատմամբ, ռուսաստանցի կա, ասենք Իրանի կողմից ֆեյք լուրեր դες չեմ լսել։ Ամերիկայից էլ կուկա, Ադրբեջանից շատ կուկա, Թուրքիայից էլ կուկա։ Ադրբեջանին էլ մեր վրա ուղղորդողն է Ռուսաստանն է, Թուրքիային էլ մեր վրա ուղղորդողը Ռուսաստանն է։ Եվ Ռուսաստանից, եւ Ամերիկայից, Եվրոպայից, երևի թե հավասարապես։ Անի համայնքի տարբեր բնակավայրերում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ բնակիչների մեծամասնությունը հստակ գիտակցում է, որ չստուգված ակնհայտ կեղծ լուրերը վախի, անվստահության և լարվածության մթնոլորտ են ստեղծում համայնքներում։ Սա արդեն ոչ միայն տեղեկատվական, այլ նաև անվտանգության խնդիր է։ Գցում են արդեն վախի մեջ, խուճապ են առաջացնում։ Եվ վախեցնել եւ մոլորության մեջ գցել, որովհետեւ հիմի հասարակ բնակչին ենթարկել մանիպուլյացիայի այնքան հեշտ է։ Այդ խապելը մարդու վրա ինչ կնստի։ Չէ՞ մի հատ, գիտես, այն հոգեկան ցնցում կարող է ստանալ այդ մարդը։ Ինչ որ սուտ բաներ կսեն, սամալյոտն եկելա, այստեղ կմոլորեցնեն, թե բա ասում էին սամաներն խաղաղա, բայց սամալյոտը ոնց անցավ։ Վախեցնում են, բայց ես վախեցող չեմ։ Մենք տեսնում ենք հիմնական տրենդները, անվտանգության խնդիրներ, որ կամ այս ընտրությունները ներկայացնել որպես ճակատագրական ինչ-որ մի բան, որ, չգիտեմ, եթե ընդդիմությունը չընտրվի կորած են, կամ եթե Փաշինյանը չընտրվի պատերազմ է լինելու, այս ուղղություններով ենք տեսնում ընթացք։ Մենք նաև տեսնում ենք թեմաներ կապված թրիպի հետ, որ այդ թրիպը ստորագրեցիք, հիմա Իրանը Հայաստանին կխփի, ասենք այդ շարքում էլի անվտանգության ու վախի թեման են առաջ բերում։
Իրավիճակն ավելի է սրվում հատկապես նախընտրական ժամանակահատվածներում, կեղծ լուրերը վերածվում են նպատակային գործիքի, ազդելու ընտրողների վրա, մանիպուլացնելու հանրային տրամադրությունները։ Հայաստանում ցանկացած քաղաքական գործընթացի ակտիվացման շրջանում դիտարկում ենք մանիպուլյատիվ եւ ապատեղեկատվական հոսքեր, ընդգծում է մեդիափորձագետ Երևանի մամուլի ակումբի նախագահ Արթուր Պապյանը։ Բոլոր երկրներում էլ, երբ ընտրություններ են լինում, քաղաքական ուժերը փորձում են ինֆորմացիոն հոսքերը մանիպուլացնել իրենց օգուտ իրենց։ Այս տարի ուղղակի ուշագրավ է եւ տարբերվող է այն, որ մենք տեսնում ենք նաեւ զգալի ծավալի ապատեղեկատվական հոսքեր արտաքին գործող անձանցից։ Փորձագետների կարծիքով տեղեկատվական անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչներից է մեդիա գրագիտության զարգացումը, քաղաքացիների իրազեկվածության բարձրացումը կարող է նվազեցնել ապատեղեկատվության ազդեցությունը, սակայն խնդիրը միայն ուսուցման եւ մասնագիտական փորձի փոխանցման պակասը չէ, դա համակարգային բաց է։ Իրականում դա ամբողջ հասարակության խնդիրն էլ է, բայց դրա համար պիտի առաջի հերթին աշխատի, օրինակ պետությունը պիտի ունենա այսպես կոչված ռազմավարական հաղորդակցության ինչ-որ համակարգ, միջգերատեսչական ինչ-որ պայմանավորվածություններ, նույն ԱԱԾ-ն պիտի ներգրավված լինի եւ իրենք պիտի համակարգված աշխատեն։ Բացի այդ ուղղությամբ կարող են աշխատել ու պիտի աշխատեն փաստեր ստուգողները, ոլորտի մասնագիտացած կազմակերպությունները, ՀԿ-ները, որոնք ներկայացնեն զեկույցներ, ռիփորտներ տարբեր հարթակների։ Եվ հաջորդը շատ կարևոր խնդիր է լրագրողների համար կամ մեդիա կազմակերպությունները պիտի նույնպես հակահարված տան։ Տարբեր այդ օղակներում վերջնական համակարգված աշխատանք չենք տեսնում, պնդում է Արթուր Պապյանը։ Պետական եւ ինստիտուցիոնալ մակարդակներում հստակ ու համակարգված հակազդեցությունը բավարար չէ եւ հաճախ անհատը փաստացի մնում է միայնակ տեղեկատվական հարձակումների դիմաց։ Ես առաջարկում եմ ինֆորմացիոն դիետա կազմել, ասենք ինչ-որ մի հեռուստատեսային ալիք ընտրել, մի հատ ընդդիմադիր, մի հատ չեզոք, ինչ-որ մի լավ որակյալ հետաքննական կամ փաստեր ստուգող լրատվամիջոց ունենալ ձեր դիետան եւ սնվել այնպիսի տեղեկատվությամբ, որը ձեզ չի թունավորելու։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում, Պապոյան, Regions TV